կապիկի հերթական կապիկությունը։ Ասում է նախկինները առանց փողի ոչ մի ձայն չէին կարող հավաքել։ Իմիջիայլոց ճիշտ է ասում։ Իրենց ասում է ընտրել է առանց փող բացառապես իրենց ընտանիքի անդամները։ Հələ նույնիսկ ծաղրում է, ասում է, հələ էդել եմ կասկածում, կարող է նրանք էլ են փողով ընտրել։ Լավ։ Բա դու չգիտեիր այդ մարդիկ ինչի են եկել այդտեղ։ Այդ որ մինչև ընտրություն այդ քարոզարշավի ժամանակ, որ այդքան այդ երագլուխ հրեշին մեծարեցիր, գովազդեցիր, այդ սև PR-ն էլ է PR, չէ՞, այդ որ հետը տարար բեր հասրեցիր ու հնարավորություն տվեցիր, որ իրենք ընտրակաշառք բաժանեն։ Այո, դու ես հնարավորություն տվել, Նիկոլ։ Եթե դու կարողանում ես համացանցում հետևել ամեն մարդու ցանկացած ոք, ով մի գրառում արեց, կամ ինչ-որ մեկի գրառման տակ հավանության նշան դրեց, ու պարզեց, որ այդ մարդը պետական ծառայող է, այդ մարդը զրկվում է իր աշխատանքից։ Դու անգամ նման երևույթներին ես ուշադիր։ Ինչը դու չգիտեիր, որ Տաշիր Սամոն կամ Քոչյանը Ռոբերտը կամ Ծառուկյան Գագիկը առանց փող իսկապես ձայն չէին կարող հավաքել։ Կամ դու չգիտեիր, երբ որ դու Արցախն Ադրբեջան ես համարում, ցեղասպանությունը կասկածի տակ ես դնում, Արարատը Թուրքիա ես համարում, դու չէիր կարող ձայն հավաքես Հայաստանում։ Դու չգիտեիր։ Լավ էլ գիտեիր։ Ձեզ պետք էր, որ ռուս-թուրքական խորհրդարան ուշման գաղաստա ձևավորվի եւ ուղղակի սկսեք իրար վիրավորել ընդամենը։ Դու կարող էիր ժամանակին, եթե իսկապես լեգիտիմ ղեկավարներ, ընտրակաշառք այդ կաշառողներին խանգար էիր, արգել էիր, ձերբակալ էիր։ Ոչ թե ոնց որ Քոչարյանին, չէ՞, մինչև այսօր ասում ես Քոչարյանը սպանեց, թալանեց, կերավ։ Ու վերջ։ Հիմա էլ կասես ընտրությունները կեղծեցին, ընտրակաշառքով, սրանով, նրանով ու կանցնի կգնա։ Այ եթե իրենք մանդատները չվերցնեն, չնայած դա իրենց խելքի բանը չի։ Դա ասողը Ռուսաստանից եկել է, ասում է պետք է վերցնեք, որովհետև չէ, նախ իրավունք չունեն վերցնել, սա խաղացել են, որովհետև չվերցնեն ու նոր ընտրություն լինի, այս անգամ կարող է շատ խիստ դիտորդները եվրոպական կան նստեն ու բանից պարզվի սրանք ոչ սա, ոչ նախկինները, ոչ ներկաները անցողիկ շեմ չապահովեն նույնիսկ։ Պուտինը այս հնարավորությունը Իլհամի հետ նման թրքաբոլշևիկյան խորհրդարանի հնարավորությունը ես ձեռքս բաց չի թողելու։ Ուղղակի ասում են առաջ էլի ընտրակաշառք իրեն ցույց է տալու, որ ինքը ասենց ազնիվ եւ ուժեղ տղա է։ Ես էլ եմ ասում, եթե դու չցանկանայիր, ոչ մեկ ընտրակաշառք չէր բաժանի։ Սրանց վերջը մոտ է։